մոտավոր քանի տարի է, ինչ ծանր տեխնիկայով քայլում եք ու մոտավորապես օրական քանի ժամ եք աշխատում կանացի նուրբ թեթև ձեր կազմվածքի հետ, ինչպես եք տանում տեխնիկան։ Ես այս տարի արդեն լինելու է 28 տարի, որ ես աշխատում եմ այս ոլորտի մեջ։ Ծանր, չգիտեմ, չէ, լինում է իհարկե, երբ դու շատ հոգնած ես լինում, դու հասկանում ես, որ ծանր է քո համար արդեն, զուտ դրա համար, որ դու հոգնած ես, շատ ես քայլել, բայց այդ ծանրությունը ես չեմ զգում, երևի դա դրանից է, որ ես միշտ սպորտով եմ զբաղվել ու մինչև հիմա էլ եմ զբաղվում ու այդքան չեմ զգում ծանրությունը։ Իսկ երբևէ չի եղել, որ թերանաք կանացի առօրյայի հետ, ասենք, չգիտեմ, շրթներքը պետք է թարմացնեք, հագուստը ուղղեք ու այդ պարագայում հրատապ նկարանունից օրինակ ուշանակ։ Այո, մի սկզբի վաղտ ես գալիս էի գործի կանանց զգեստով, շորիկով կամ ինչ-որ ուրիշ շորով ու փոխվում էի, բայց հիմա վերջի ժամանակ, որ հիմա շատ արագ է սկսել մեր կյանքը, ես գալիս եմ շալվարով ու միշտ շալվարով եմ ու քսվում եմ, փորձում եմ քսվեմ տունը, եթե չէ մի երկու անգամ եղել է, որ ես տաքսու մեջ եմ քսվել, ներողություն խնդրելով վարորդից, ասելով, որ ես ուշանում եմ ու ես ստիպված եմ, խաչա չեմ ուշացել։ Լինում է, որ ընդամենը շրթունքն եմ քսում ու վсё, գալիս եմ գործի, աշխատում եմ, այդ արումով ես այդքան ուշադրություն չեմ դարձնում, չնայած ես միշտ փորձում եմ լինեմ կանանցի, ես չեմ մոռանում, որ ես կին եմ, չնայած, որ ես տղամարդու գործ եմ անում, խաչա ես այդ տարբերությունը ես չեմ հասկանում, տղամարդու կնոջ գործը այդքան արդեն այդքան է մոտիկացել մեր մոտ բոլորի, աշխարհում նկատի ունեմ, որ այդքան էլ տարբերություն չես զգում։ Կա ընկալում, որ օպերատորի աշխատանքը հիմնականում տղամարդկանց համար է և ստացվում է այնպես, որ նրանց է կա խոսակցություն, նրանց է տրված միայն բազմակողմանի պահերը ընկալելու ունակությունը։ Դուք այս մրցակցության մեջ հայ տղամարդկանց մոտ ոնց եք դիմանում։ Սկզբից դժվար է եղել, շատ դժվար է եղել, որտեվ ես եղել եմ երևի առաջինը, ով լրատվականում է եղել աղջիկ օպերատոր, չնայած մինչև իմ գալը, այդ դաշտը մտնելը, մի հատ կին կար, բայց ինքը նկարում էր միայն, եթե ես չեմ սխալվում, պոլիտեխնիկի լրատվականի համար։ Ես որպես աղջիկ, ջահել, նոր, դժվար է եղել, իրոք դժվար է եղել, որովհետև սկզբից նայում են, ասում են, օպա, էդ ով է, կամերայով աղջիկ, ոնց թե, ու եղել է պահերը, որ ինձ փորձել են խանգարել, տենց, գնա կողք, էդ էլ եմ ախտահարել, հաղթել եմ այդ պահերը, բայց հետո, միշտ հարց է եղել ծանր չի, հիմա մեր տեխնիկան շատ թեթև է, համեմատած այն տեխնիկայից, ինչից ես սկսել եմ աշխատել, շտատիվը եղել է Վինտոն, հին օպերատորները ինձ կհասկանան, կամերան եղել է պետական, սաղ միասին եղել է где-то 14 կիլո, 11 կիլո քաշ, ասենց, երևի, որ այն ժամանակ ավելի ջահել լինելով ես դա այդքան չեմ զգացել, բայց էդ էլ կապ չունի, դու պիտի վստահություն բերես այդ դաշտի մեջ, որպես կինոօպերատոր, որպես Հայաստանի համար դա մի քիչ զարմանալի է ու մինչև հիմա էլ է զարմանալի, որ դու
կամերայով ես ու դու կին ես ու չնայած ես արդեն 28-րդ տարի եմ որ այդ դաշտի մեջ էլի ինձ հարցնում են օй դուք օպերատոր եք ես առաջի անգամ եմ տենում տենց հաճելի է բան ասում եմ հա այո ինձ էլ է հաճելի որ մարդիկ զարմանում են ճիշտ ասած բայց եղել է մենակ այդ վստահությունը բերելը տղամարդկանց մեջ որ դու հավասար ես որ դու ոչ մի բանով պակաս չես ու հետո ես տեսա տղամարդկանց կողմից մեր տղերք օպերատորների կողմից աջակցություն թե օգնություն իրանք եղել է պահը որ մենք գնացել ենք ռայոն եւ այն ժամանակ ակումուլյատորները եղել են մի քիչ ուրիշ ձև Անտոն Բաուեր ծանր իմ ակումուլյատորը նստել է զապաս չկար մենք պիտի նկարենք միասին պիտի նկարենք մի պահը որտեղ պրինցիպի կարելի է կրկնել բայց մի փոքր դժվար է օպերատորներից մեկը Հմեկի օպերատորը ասեց այդ մարդուն ով այդ գործողությունը պիտի անի ասեց ախպեր ջան այս աղջիկը սկզբից կնկարի ասեց տղերք սպասեք թող Միլենան նկարի հետո մենք կնկարենք հանեց իր ակումուլյատորը դրեց իմ կամերայի վրա ես այդ կադրը արեցի հանեցի տվեցի իրան ու միշտ էլ մենք փորձում ենք փոխադարձ լինենք հիմա դաշտում չենք նայում ով կանալում աշխատում որողությունն է այդ կանալի ես համարում եմ դա նորմալ ու ես արդեն ինձ շատ լավ եմ զգում ես չեմ զգում որ ես մի քիչ ուրիշ եմ չգիտեմ դա իմ համար լավ է ու տղերքը ինձ ընդունում են նորմալ ընդունում են ինչ չէ ինձ շատ ուրախացնում է արդեն Ձեր լրագրող գործընկերները հաճախ են խոսում ձեր արծաթյա զարդերից, շալվերից, առանց որոնց դուք չեք գնում երբևէ նկարահանումներին։ Ոնց է դա դուք համատեղում ձեր ծանր աշխատանքի հետ, բացի այդ դրան հաջորդում է կենցաղ, ընտանիք, ասենք ընկերներ, այդ ամեն ինչը ոնց եք համատեղում առօրյա դուք։ Օй երևի ես միշտ սիրել եմ զարդեր տարբեր ու միշտ շորի հետ եմ համեմատում եւ մտածում եմ այսօր եթե ես արդեն ունեմ ինչ որ մի պայմանավորված նկարահանում եթե դա դուրս է լինում ես փորձում եմ ինչ որ փոքրական ջող ինչ որ sense վզիս վրա քիչ լինի ինչ որ մի բան որ չխանգարի Եթե ես գիտեմ, որ ես քաղաքում եմ լինելու, ուրեմն կարամ մի քիչ ավելի կանանցին զգամ, ու դա արդեն ավտոմատով է ճիշտ ասած իմ մոտ լինում, ես դաժե այդքան երկար չեմ մտածում, կենցաղայինի հետ, ընկերների հետ, ընկերուհիներիս հետ, բուկվալն մի 2 օր առաջ մենք խոսում ենք ընկերուհուս հետ, Ընթացում դե ամսի 8-ին դու տունն ես, չէ, ասում եմ, դու ինձ քանի տարի ես ճանաչում, ցավը տանում ես ինչքան կարամ քեզ ասեմ, չես հիշում, ասում հա, հիշում եմ, մենք հանգստանում ենք, դուք աշխատում եք, մենք ուրախանում ենք, դուք աշխատում եք, մենք թխրում ենք, դուք աշխատում եք, ասում եմ, աշխարհի վերջը ուղիղ եթերով ենք տալիս, հիշում ես, չէ, ու միշտ մարդիկ սկսում են ծիծաղել, իմ ընկերուհիները, հա, տենց համադրում եմ, իրիկվա սյոմկեքը եթե չունեմ, եթե ես գինեմ, որ ես այդ օրը իրիկունը սյոմկա չեմ ունենա, եւ ուշ չեմ վերջացնելու, պայմանավորվում ենք, գնում ենք հանգստանալու, վաղներ ենք գնալու, վաղը չեմ իսօր ենք գնալու, կերակի օր ընկերուհիներիս հետ։ Որպես կին ու որպես մայր, մայրական կամ զգացողությունները ձեզ չեն խանգարում նկարահանումների ժամանակ, ասենք, երբ դուք պետք է կատարեք ինչ-որ ծանր նկարահանումներ, ասենք զո կամ արյան տեսարաններ, եւ եթե այդպես հիշեք, որն է եղել ձեր ամենածանր նկարահանումը։ Ոչ, արյունից երբեք չեմ վախեցել, ինչ-որ զողերից չեմ Դա գիտեք ինչից է գալիս, ես դա նկատել եմ մի 11 տարի առաջ, դու կամերայի վիզիրից
դու ուրիշ ձև ես ընկալում աշխարհը։ Լրիվ ուրիշ ձև։ Տենց չգիտեմ, դա իմ զգացմունքները, կարող է ուրիշները ուրիշ ձևի զգացմունքներ ունեն, ես չեմ։ Ներողություն։ Ես ուրիշ ձև եմ ընկալում, դա գործ է։ Դու անում ես քո գործը եւ դու պիտի անես այդ գործը։ Երբ դու իջացնում ես կամերան եւ նայում ես սենց աչքերով, լրիվ ուրիշ զգացմունքները։ Ես այդ 10-11 տարի առաջ ես դա զգացել եմ Ծիծեռնակաբերդում, պատկերասրահում, երբ մտել եմ այնտեղ առաջի անգամ առանց կամերա, առանց տեսախցիկի։ Ու արդյունքներս այսպես գնում են ու ես ինձ հարցնում եմ այդ րոպեին, ասում եմ, լսի, դու ստեղ եղել ես շատ, դու սախ նկարել ես եւ տեսել ես դա, ինչ ես լացում, դու չես լացել ոչ մի անգամ։ Ու ես հասկացա, որ դա այդ տեսախցիկի պարագաչի, ոնց է դա հայերեն, ֆակտոր, տեսախցիկի ֆակտորն է, որ դու ուրիշ ձև ես ընկալում։ Լինում է, որ դու քեզ մի քիչ լավ չես զգում ու ճիշտ ասած ամենածանր նկարահանումը իմ համար եղել է ամենազգացմունքային, դա եղել է Եռաբլուրում, երբ մեր տղերքին թաղմանն եմ նկարել, երբ պատճոտն է, գիտեք ոնց, երբ լացում է կինը, ես դիմանում եմ, բայց երբ սկսում են լացել տղամարդիկ, ահավոր ծանր է։ Եվ այդ նկարահանումը, երբ ես նկարում էի, պատճոտն է կարաուլը տանում էր դագաղները փակ, եւ տղերքը իրավունք չունեն ոչ լացելու, ոչ մի բան, մի հատ տղա այսին բրոշները կծելով այսինչ արդյունք էր գնում իր աչքից։ Ու ես մտա այնտեղ, որտեղ արդեն տղերքին դնում են խողի մեջ, ու այնտեղ միայն տղամարդիկ են։ Ես ոնց ասեմ, այդ րոպեն ես չէի հասկանում, ես ոնց եմ նկարում, որովհետև ես իմ աչքերից արդյունքներ գնում։ Համ ես նայում եմ այդ տղամարդկանց, նայում եմ այդ տղերքին, երբ իրանք այսինչ իրար գրկում են ու մատերը սպիտակում են, այդքան սխմում են իրար։ Ու դու հասկանում ես, որ դա ահավոր պատկերն ես նկարում։ Ու այդ նկարահանումը իմ համար եղել է ամենածանրը։ Ու ես հույս ունեմ, որ դրանից ծանր էլ չեմ նկարի։ Ընտանիքում երբևէ դեմ չեն եղել ձեր օպերատորի աշխատանքի համար կամ օրինակ կամերայով մարդամեջ դուրս գալու համար երբևէ սիրած տղամարդու հետ ինչ որ խոսակցություններ այս թեմայով չեք ունեցել։ Խոսակցությունը եղել է մի անգամ, եղել է խոսակցությունը, որ էլի գնում ես կոմանդիրովկա, ասում եմ այո, դա իմ գործն է, ու դա գիտեր դրա մասին։ Չես վստահում, չէ վստահում եմ, պրոստը, может хватит արդեն, ասում չէ, չի հերիք։ Ես հերիք չի, դա իմ գործն է, դա իմ սիրած գործն է, որովհետև եթե ես չսիրեի այդ գործը, երևի ես չի անի, որտև ես անում եմ մենակ այն ինչ սիրում եմ, այն ինչ ուզում եմ, ու ես ցանկանում եմ, որ բոլորը աշխատեն ու անեն այն գործը, որ իր սիրած գործը, ստիպված չլինեն գործ անելու, այդ ամենածանր բանն է։ Երբեք չեմ մտածել, որ թարգեմ իմ աշխատանքը, չէ դե վաղտը կգա իհարկե, ես կթողեմ կամերան, որտև չնայած տղերքը հաճախակի ծաղում են եւ կատակում են եւ ասում են դու հենց տոտ անխամոնի լիչնիկ ես եղել, ասում եմ հա բա ո՞նց,
Բա ոնց։ Մի օր գտել են ինչ-որ ֆոտոնկար, որտեղ մի հատ տատիկա աբույ մեջ կսեց, ինքը ինչ-որ սենց կա, երևում է, որ տատիկը արդեն 70 անց է, բայց ինքը կանգնած հենց ինչ-որ ֆոտոյով կադր էր անում, ասում եմ, նայ էդի դու ես, ասում համաձայն եմ, երբեմ չեմ թերացել իմ գործից, սիրում եմ, աղջիկս մեծացել է ծելեյում, և սկզբի վաղտեր ինքը ասում էր, մամ, ես էլ կդառնամ օպերասիստի ոչ, Ազիզ ջան, մեր դաշտը չմտնես, պետք չեմ ուզում, ուրիշ ընտրի քեզ մասնագիտություն, ուրիշ ընտրի, որտեղ դա, все-таки ես հասկանում եմ, դա կանանց համար դժվար գործ է, вообще լրատվականի ՍՄԻ աշխատողները, լրագրողները, ով լրատվականում են, և օպերատորները, իրանք պիտի պատրաստ լինեն, որ լույս զանգին, լույս ժամին, դու պիտի պատրաստ լինես, դաժե տեղաշորում քնած գիշերվա կեսին, պիտի պատրաստ լինես, վեր կենաս ու գնաս գործ անելու, դա կոնկրետ եղել է, այն վաղտերն էլ է եղել, բայց դա ամենաշատը եղել է պատերազմի վաղտ, 20 թվին, երբ մենք աշխատել ենք համարյա նոն-ստոպ վիճակով, ու ամենակաշմարը եղել է նոյեմբերի 9-ին, երբ ես սաղ գիշեր ես համարյա մի սուտկա աշխատել եմ, ու եթե դու պատրաստ չես դրան, դու ոչ լրագրող պիտի դառնաս, լրատվական դաշտի լրագրող, ոչ էլ օպերատոր պիտի դառնաս, որտեղ դա լրիվ ուրիշ աշխարհ է, լրիվ, դու պիտի հասցնես տենաս ամեն ինչ, դու պիտի հասցնես մեկ-մեկ սուս մնաս, ինչա մեր մոտ, իմ մոտ, կոնկրետ մի քիչ դժվար է, բայց պիտի պատրաստ ամեն ինչին լինես, աղջիկս մի անգամ ասեց, որ ինքը չի սիրում իմ գործը, այդ ինքը եղել առաջի դասարանում, ես փոխել եմ իմ աշխատանքի տեղը և գալիս էի տուն շատ ուշ, երբ երեխեն արդեն կիսաքնած նստած դասեր էր անում, առաջի դասարան, ասեց մամ, ես չեմ սիրում քո գործը, ասեցի, բալես ինչու, դու ծելեի աղջիկն ես, քո ծննդյան օրը, ինձ դու որ ծնվել ես ու հենց մի քանի ժամ ես եղել, քեզ արդեն շնորհավորել են և քեզ սա Հայաստանն է լսել, որ դու ծնվել ես, բալես քո մի տարեկանն էլ են նշել հեռուստաընկերությունում, բալ խիչ ես սիրում իմ աշխատանքը, ինքը ասեց, որովհետև ես քեզ չեմ տենում համարյա, ասեցի վսյո, սկսել եմ գալ գոնե մի ժամ ու կես շուտ տուն և հասկացա, որ սաղ պիտի չտաս քեզ մինչև վերջ, պիտի հիշես, որ դու все-таки մայր ես և դու ընտանիք ունես։ Օպերատորի աշխատանքը իրանից ծանր աշխատանք է ներկայացնում, բայց դուք միշտ խնամված կանացի գեղեցիկ եք, ոնց եք դուք դասավորում այդ ամեն ինչը ձեր ծանր առօրյայի հետ, այդ բալանսը ոնց եք կազմակերպում, որպեսզի կարողանաք նաև կատարել ձեր աշխատանքին ասած։ Ոյ, չգիտեմ, դա ավտոմատով է ստացվում, չէ, մեկ-մեկ ես կարամ չքսված գամ, մենակ սենց պրոշներն եմ ծում, ու չքսված գամ գործի, որտև այդ օրը ասենք, թե հավես չունեմ կսվելու, բայց անցնում է առաջի սյոնքին, առաջի սյոնքից հետո սենց գալիս են, ասում են, մի վարկյանները մի քիչ ինձ գնամ դեմքս նկարեմ, նկարում եմ գալիս եմ, տղերք ասում են, ասում եմ, հա, չէ, ինչ-որ մի ձև արդեն սովորել եմ, թե համակերպվել եմ, չգիտեմ, как-то получается довольно-таки,
չգիտեմ, դուք ինձ տուփիկի մեջ եք դրել, ճիշտ ասած։ Ուշադրություն չեմ դարձրել, ճիշտ ասած։ Չգիտեմ, ստացվում է։ Երբ հասկացաք, որ հենց ընտրում եք օպերատորի աշխատանքը կամ մասնագիտությունը, որ դա հենց ձեր համար է։ Ահա, այդ շատ իմ համար էլ է զարմանալի եւ հետաքրքիր է, որովհետեւ ես միշտ սիրել եմ, հիմա կասեմ, 4-րդ դասարանում եմ, քերիս գնաց արտասահման աշխատելու եւ այնտեղից բերեց ֆոտո եւ այդ ֆոտոն կոդիկ էր այն ժամանակ երկար օբյեկտիվով ու գույնավոր պլյոնկայով եւ ես իր հետ սկսել եմ տպել այդ ֆոտոները նկարել առաջի անգամ դա եղել է երևի 4-րդ դասարանում ինքը գնաց արտա 5-ում թե 6-րդ դասարանում արդեն ես ֆոտո էի անում եւ տպում էի, բայց որ ասեմ այդ ժամանակից ինչ որ մի բան sense երազում էի սուտ կլինի բայց այդ պահը ես տենց չտկե հիշում մամայիս հետ պատշգամբում կանգնած ենք եւ չգիտեմ ինչու ես ասացի մամ գիտես ինչ ես ուզում եմ երբ ես ամուսնանամ ես կուզենայի որ իմ մարդը ինձ ոչ թե ոսկի ու բրիլյանտ նվերի այլ այդ վաղտվա լավ ֆոտո եւ կինո կամերա մամաս ասեց դե հա բոլորը ինչ որ բան են ուզում իմ աղջիկը ֆոտո է ուզում ոչինչ մի մտածի էլ կլինի հետո էլի մամաս իմացավ որ A1+-ում բացվում է երևի կուրսերը լրագրողի, օպերատորի, ռեժիսորի, պրոդյուսերի, զվուկավիկի, в общем, ծելի հետ մասնագիտություններ։ Եվ բերից ասեց չես ուզում, ասեցի ուզում եմ։ Եվ ես գնացի, ճիշտ ասած սկզբից ես չեմ ընտրել մասնագիտություն օպերատորի, ես ընտրել եմ մասնագիտություն լրագրող։ Ես շատ էի ուզում, շատ, բայց ես նայում եմ ասում եմ մի տղերք են, ես ուր։ Ու գնացի, գրվեցի որպես լրագրող, որ պիտի սովորեմ։ Զարմանալի է, որ այդ կինը, ով ընդունում էր մեր փաստաթղթերը, ասից նայեց ին վրա, ասից գիտեք մենք օպերատորական խմբում մի հատ տեղ ունենք, չեք ուզում։ Ես լրագրող եմ ուզում։ Ես չեսնի գնում եի ու սովորում էի որպես լրագրող, ավարտել եմ որպես լրագրող, բայց օպերատորների դասը տվել է Յավուրյանը։ Եթե հետազգանում ինչ որ մեկին մի բան ասում այնքը եղել է հայտնի օպերատոր աշխատել է Ֆարաջանովի հետ ուրիշ հռչակագիր տենց ռեժիսորների հետ այն ժամանակ Մոսկվայում էլ աշխատել տարբեր ֆիլմեր ա նկարել եւ երբ մեր մոտ տենց լեկցիաների մի քիչ սենց է ես փախնում եի ու գնում էի օպերատորների հետ նստում էի եւ լսում էի եւ նայում էի իրանք ինչ են անում բայց ավարտել եմ որպես լրագրող եւ աշխատել եմ երևի մի տարի ու կես աշխատել եմ լրագրող այն ժամանակ դե Հայաստանում այդքան ոչ ծելի կա սայթերի մասին вообще խոսք չկար այն ժամանակ ինձ ուղարկել են Աշտարակ TV եւ ես աշխատել եմ որպես լրագրող Աշտարակ TV-ում ես ունեի մի հատ շատ լավ օպերատոր ինքը հիմա Հայաստանում չի իր հետ իդեալական ա եղել աշխատանքը հետո եկել է օպերատորը որ ես իրան որպես լրագրող ասում էի այս կադրը օրերից մի օր ասեցի կամերան գործերս գնայից անից հեռու խնդրում եմ ես կանեմ գործեր այն առաջի կամերաները այդ Panasonic-ներն են սև ու սպիտակ թեթև միկրոֆոնը լարով հա ու ես ինձ ստեղ կամերան ստեղ միկրոֆոնը այսինքն աշխատում էի
Հետո որոշեցի, որ չէ, во-первых, այն ժամանակ իմ հայերենը вообще никакой. Ու акցենտը ավելի վատ էր այն վաղտ, ավելի շատ էր, ու ես ասացի, չէ, բացվավ ալեմեն, ու էլի մամաս, որ, հա, մինչև այդ մի բան էլ ասեմ, ինչ եմ ասում էլի մամաս, որտեվ մամաս, որ ինձ առաջի անգամ դա ցույց տվեց, ինքը մտածում էր, որ ես կամ մոնտաժնիկ կդառնամ, կամ ռեժիսոր, որտեվ ասում է, գիտես ինչ, լրագրողը վեճնի պրոբլեմների մեջ է, վեճնի բազարների մեջ է լինելու, արի դու կամ ռեժիսոր դառի, կամ մոնտաժնիկ դառի, բայց ես խոյ եմ, այն որտեղ փակ դռներ կան, ուրեմն իմն է։ Ես ասեցի, չէ լրագրող, մամաս ասում է, դե վсё, կորավ իմ աղջիկը, կորավ, մի բան լինելու է, բայց էլի մամաս ինձ բերեց, ասեց նա ինչ որ թազացել է բացում, կարող է դու այնտեղ գնաս, ես գնացի այնտեղ, այն ժամանակ նիհարիկ, совсем նիհարիկ, եկել եմ Տիգրան Կարապետովիչին ստենալով, ну, в общем, մտել եմ իր կաբինետը, սկսել եմ իր հետ խոսալը, ինքը ասում է, գիտեք, ես ռուսական լուրեր չեմ ունենալու ռուսերենով, միայն հայերեն ասացի, բայց ես լրագրող չեմ ուզում, ես օպերատոր եմ։ Օպերատոր։ Ասում եմ, այո։ Ասում եմ, կաբինետիս դիմաց դուրն է, այնտեղ մտեք։ Ես ինձ տուկ-տուկ եմ անում, բացում եմ դուրը, երբեք չեմ մոռանա, ուրեմն ես եղել եմ կապույտ յուբոչկայով, ծնկներից ներքև ստեղ մի քիչ պուջուրիկ պրարез, ну պուջուրիկ չի, տենց ծնկից վերև, где-то մի այսքան վերև, սենց մանուշակագույն, սենց պուջուրիկ ամարվա վադալազычկայով, ու սենց այսքան կրունկով, ես ինձ տուկ-տուկ եմ անում, սենց դուրը բացում եմ, սենց նստած են ծեր կուրյա տղամարդիկ տղերքը ու այնտեղ մի հատ հետո պարզվավ որ դա գլխավոր օպերատորն է նստած Արտուրը ասենց բեխերով մարդը ասենց ասցի բարի ձեզ ինձ ձեր մոտ են ուղարկել ասում չէ երևի ձեզ սխալ են ուղարկել այն կողքի դուրն է ասում լրագրողները այնտեղ են նստած եւ հաղորդավարները ասում եմ ես օպերատոր եմ բոլորս ասում մտեք, մտել եմ, ինքը ինձ նայում ասենց իմ վրա, ասենց դուք կարողանաք ես կամերա բարձրացնենք, ես պետական առաջ անգամ եմ տենում, ու ես որպես մարզվող մարդ, ես հասկանում եմ, որ ինքը ծանր է, Panasonic-ից հետո ինքը ահավոր ծանր է, դուք կարողանաք գրան բարձրացնենք, ասեցի, ու սենց, ուսին, ու ես հասկանում եմ, որ իսկականից ծանր է, դե Panasonic-ը թեթև պլաստմասա, и объектив еще вот такой. Սկզբից ես վախեցա գնամ լրատվական, ոչ թե վախեցա, այլ ես հասկանում էի, որ ինձ պետք էր մի քիչ փորձ բերել ձեռը, շփվել այդ կամերայի հետ։ Ու ես ասացի, ես գնամ պավիլիոն։ Գնացի պավիլիոն ու ինձ շատ մեծ բան ա տվել, շատ։ Չնայած մեզ սովորացրել են, ես արդեն ինչ-որ մի բան անում էի, բայց լույս դնելը, կադր դնելը պավիլիոնում, ինկրուստի վրա աշխատելը, հաղորդում նկարելը, դա լրիվ ուրիշ աշխարհ է, եւ քո մտքի թրիչքը ուրիշ ձև աշխատում։ Բայց ինձ հեն ժամանակ արդեն մեր լրատվականի գլխավոր օպերատորը նվերը, ինձ միշտ ասում է, ինչ ես կորցրել պավիլիոնում, դու լրատվականի օպերատոր ես, արի մեր մոտ, ասում է վերջան ցավը տանում, ես մի քիչ, արի լրատվական ես քեզ ասում եմ, մի տարից հետո ես պավիլիոնը թողեցի ու եկա լրատվական բաժին։
Մինչև հիմա չեմ կարողանում փոխվեմ լրատվականից, որովհետև ինքը արագ զարգացող, շատ արագ փոխվող ամեն ինչ մեկ-մեկ վտանգավոր վերջի տարիներին, որովհետև միտինգների վաղտ, այդ սաղ մի քիչ պիտի ունենաս այդ քո անվտանգություն ապահովելու զգացմունքը պիտի ունենաս, որտեվ օպերատորը մենակ ռեքսը խմողը չի։ Իրա ես միշտ ասում եմ ժողովուրդ, ձեր մի աչքը ստեղ է, այս աչքը պիտի այնտեղ տենա, այնտեղ պիտի տենա, որտեվ քո մեջքին մի բան կատարվում է, որտեվ քո մեջքին դա շնորհիվ ես տենց չեմ ծնվել, դա իմ գաղափարը չի, դա մեզ սովորացրել է Ռուսաստանի լրագրող օպերատորը, ինքը մեզ տվել է էքստրիմ լրագրողություն եւ ինքը մեզ սովորացրեց ամեն ինչ եւ ինքը միշտ ասում էր հիշեք կամերան եւ միկրոֆոնը առաջինն են ստանում, սենց ուդար, ինչ որ մի բան միշտ մենք ենք ստանում, որտեղ մենք երևացող ենք, մենք ամենատեժ տեղում ենք լինում, ինքը սովորացրեց ոնց պիտի ճիշտ աշխատես այդ բաներում եւ ես լուրջում ես այդքան կարամ խոսամ, դա իմ սիրած թեման է, իմ աշխատանքը իմ ամենասիրած թեման, դրա համար ես հաճույք եմ ստանում աշխատանքից, հավատացեք, ու փորձում եմ հիշել, որ ես կին եմ, всё-таки ես կին եմ, ու մի բան էլ ասեմ, չկա տենց հասկացողություն, որ կինը նկարում է ուրիշ ձև, լյուբոյ կին ուրիշ ձև է տենում աշխարհը, ուրիշ ձև է տենում, տղամարդը տենում է այսենց ուղիղ, էդի կոչում է տունելնե զրենիե, կինը տենում է իր շուրջ ինչա կատարվում, որովհետև ես միշտ սյոնքի գնալուց կամ սյոնքից գալուց ես միշտ նայում եմ ձախ, աջ, վերև, ներքև, եղել է պահ, որ ես մի հատ հաղորդման համար ԱԼՄ-ի մի հատ տենց ունիկալ կադր եմ արել, մատենադարանից ներքև անցնում են լարերը, լարը անցնում, մենք արդեն գալիս ենք ստուդիա, ռեժիսորներից մեկը մեզանից խնդրեց, որ մենք լիքագրավ նկարենք, ես գլուխը բարձրացնում եմ վերև, ու տենում եմ խեղճագրավ, կտուծով կպած այդ լարին, այդենց սատկել է, ու դարել է մանտանայի նշան, այն որ սեն թևերը բաց, գլուխը կողք, այդենց, ինքը տենց կախված է, խնդրել եմ, որ կանգնի վարորդը, ես այդ կադրը արեցի մի քանի ռակուրսից ու բերեցի ստուդիա, ռեժիսորը սենց նայելով, սենց Գևորգը սենց է, որտեղից քեզ այդ կադր, այդ ոնց եք ստեղծել, ասում ես չեմ ստեղծել, այս պրոստը վերևն էի նայում, ասում ոնց ես տեսել է, ասում ես նայում եմ վերև, ես միշտ այսենց գլուխը այսենց եմ անում, մի անգամ արդեն Արմենիայում աշխատելուց, մենք միշտ լուրերի վերջում, եթե լինում էր ինչ-որ հետաքրքիր կադր, մենք այդ կադրը տալիս ենք, ձյունը նոր սկսել է գալ, թաց ձյուն է գալիս, մենք իջնում ենք Բաղրամյանով, ես մինչև հիմա չեմ հասկանում որտեղից այդ կերպարը հայտնվեց այնտեղ եւ ինչու, այն մեծ ժլավոզները, որ սենց մեծ են լինում, սենց իջնում է, ուրեմն իրա, Господи, как Կապիտան Արմյանսկом, սենց սղում են, ոտերը ձի սղում են այդ թաց բանի վրա, ու իրա վրա նստած է տղա,
ու մեջքի գրածա security։ Մենք իջնում ենք ուրիշ նկարահանման, ես վարորդին խնդրում եմ, ասում խնդրում եմ քեզ, արի թող ինքը մեզանից առաջ գա, ես մեքենայից կադրեր անեմ, ու հետո իջնեմ դեմից անեմ, ու մենք բերենք էդի տանք։ Ու ես լուրջ չեմ հասկանում, մինչև այդ պահը ու դրանից հետո ես ոչ մի անգամ քաղաքում չեմ տեսել դի վրա նստած security։ Ու այդ կատարային։ Լավ, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Ես կարող մի բան էլ ասեմ, հա։ Ես ուզում եմ ասեմ շնորհակալություն բոլորին, ով ինձ ընդունում է որպես կինոօպերատոր։ Ու ես գիտեմ, որ հալիքը թերություններ ունեն, բայց ինձ տենց էլ են սիրում, և դա ինձ ուրախացնում է։ Որտև պրինցիպի ես բարի մարդ եմ, բայց խիստ, բայց շատ բարի ուծի ծախով։ Շնորհակալություն ձեզ և սիրելի կանայք, սիրելի աղջիկերք, միշտ հիշեք, որ դուք կին եք, որ դուք կյանք լույս աշխարհ բերողն եք, և ես ձեզ ցանկանում եմ, որ դուք լինեք բախտավոր, счастливы, որ դուք լինեք բախտավոր, ու միշտ հիշեք, որ այդ բախտը ամեն մեկի այստեղ է, ու փողի մեջ չի, զարդերի մեջ չի, ձեր զգացմունքների մեջ է։ Սիրեք և սիրված եղեք։